Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Եվ այսպես Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ձևավորման նոր փուլ է սկսվել։ Հայտարարել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում անցկացվող միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովում։ Նրա խոսքով Երևանը պատրաստ է զարգացնել հարաբերությունները Թուրքիայի հետ և հրավիրում է Անկարային դառնալ գործընկեր տարածաշրջանում խաղաղություն կառուցելու գործընթացում։ Գալիք սերունդները պետք է հավատան, որ խաղաղությունը, որ մենք այսօր կառուցում ենք, տևական է։ Չսխալվեք, մեր աշխարհի ճեղքերը խոր ու լուրջ են։ 2025 թվականին Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի առաջնորդների կողմից ստորագրված համաձայնագրից հետո մեր տարածաշրջանում խաղաղություն է տիրում։ Սա իրապես մեծագույն նվաճում է, սակայն մեր տեսլականն ավելի լայն է։ Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր և միանալու մեզ խաղաղության կտավը հյուսելու գործում։ Այս նպատակով մենք պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ։ Տասնամյակների անվստահությունից ու թշնամանքից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ձևավորման նոր դարաշրջան է սկսվել։ Այս առաջընթացն ամրապնդելու ջանքերն այժմ ուղղված են հաղորդակցությունների ամրապնդմանը և տեղում խաղաղությունն արդյունավետորեն իրականության վերածելու ապահովմանը։ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման TRIP նախագծի իրականացումը ևս մեկ կարևոր հանգրվան է։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի միաժամանակ զարգացնելու տարածաշրջանային կապերը և ընդլայնելու միջազգային առևտրային ուղիները։ Հիմնված լինելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության սկզբունքների վրա, TRIP-ն ունի Հարավային Կովկասում և դրա սահմաններից դուրս կայունությունը, տնտեսական համագործակցությունը և բարգավաճումը խթանելու ներուժ։ Ստամբուլում Ալեն Սիմոնյանը խոսել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության և Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին։ Նա նշել է, որ 19 հայ գերիները պետք է ազատ արձակվեն և վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, իսկ անհետ կորածների ճակատագրերը պետք է պարզվեն։ Ադրբեջանական ապրանքների ներմուծումը Հայաստան խորհրդանշական և գործնական քայլ է տնտեսական կապերի վերականգնման տեսանկյունից։ Սրանք խաղաղության արդյունքներն են, շոշափերի բարելավումներ, որոնք անմիջականորեն օգուտ են բերում մեր ժողովրդին։ Միևնույն ժամանակ դեռևս առկա են լուրջ մարդասիրական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։ Վստահության ամրապնդումը շարունակելու և իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն և վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, իսկ անհետ կորած մյուս անձանց ճակատագրերը պետք է պարզվեն։ Հարգելի գործընկերներ, հիմա առաջնահերթությունները սահմանելու ժամանակն է, և ապագա սերունդների բարօրության համար մենք դրանք պետք է ընտրենք իմաստուն կերպով։ Եվ ովքեր են հաջորդ սերունդները։ Նրանք մեր երեխաներն ու թոռներն են։ Մեր սուրբ պարտականությունն է արժանի լինել նրանց, թողնելով ոչ թե պատերազմի, այլ խաղաղության ժառանգություն։ Իդեպ մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Ադրբեջանի հերթական դիմումը գերիներին առնչվող միջանկյալ միջոցը վերացնելու վերաբերյալ։ Բաքուն մի քանի անգամ դիմել է Միեդ այդ պահանջը վերացնելու խնդրանքով, քանի որ չի ցանկանում միջազգային դատարանի ներկայացնել կեղծ դատավարությունների արդյունքում կայացված վճիռները։ Փոխարենը Ստրասբուրգի դատարանը որոշել է, որ Ադրբեջանը մինչև օգոստոսի 31-ը պետք է ներկայացնի հայ գերիների դատավճիռների պատճենները կամ դրանց ամփոփագրերը։ Նոր տեղեկություններ են ի հայտ եկել Ադրբեջան արտահանված հայկական ծագման ապրանքի վերաբերյալ։ Ադրբեջանական պետեկամուտների կոմիտեի տեղեկացմամբ Հայաստանը $960 հոլանդական վարդեր է վերաարտահանել Ադրբեջան։ Հաղորդագրությունից հասկանում ենք, որ հայկական ծագման հոլանդական վարդերը Նիդերլանդներից հասել են Հայաստան, այստեղից էլ Ադրբեջան։ Քանի որ մաքսային վիճակագրությունում ներկրող երկիր է համարվում գործընկեր պետությունը, փաստաթղթերում դրանք նշվել են որպես Հայաստանից կրված ապրանք։ Այսինքն Հայաստանից Ադրբեջան ուղիղ արտահանում տեղի չի ունեցել։ Այդ է պատճառը, որ Հայաստանի ՊԵԿ-ը ավելի վաղ հայտնել էր, որ մաքսային ծառայությունում դեպի Ադրբեջան արտահանման որևէ դեպք չի արձանագրվել։
Մինչդեռ հայկական ուղղությամբ առևտուրը շատ ավելի մեծ ծավալ ունի։ Միայն այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանը Ադրբեջանից ներմուծել է ավելի քան 5 միլիոն 757 հազար դոլարի ապրանք, որոնցից շուրջ 1.5 միլիոն դոլարի ապրանք ներմուծվել է միայն մարտին։ Համարժեք է արդյոք հայ-ադրբեջանական փոխադարձ առևտուրը, լսենք նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի մեկնաբանությունը։ Այդ տնտեսական փոխշավետ համագործակցության հիմքում պետք է լինի երկուստեք շահագրգռվածությունը։ Ես ուզում հարցնել, ինքս ինձ եմ հարց տալիս, Ադրբեջանը մեր որ ապրանքատեսակների կարիքն ունի։ Այդ որ ապրանքատեսակներն են, որ ադրբեջանական շուկայում պահանջարկված կլինեն հայկական արտադրության։ Սա մեկ։ Երկրորդը, իսկ բացի էներգակիրներից, ես նկատեմ նավթամթերքներից բացի ադրբեջանական որ ապրանքատեսակները մեզ համար կարող են մեր շուկայում կարող են լինել պահանջարկված։ Այսինքն եթե խոսում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, տնտեսական հարաբերությունների մասին, ապա հիմքում պետք է ընկած լինի երկարաժամկետ երկու տնտեսությունները միմյանց հեռացնելու իրենց կարողություններով թողարկու արտադրանքով եւ հետեւաբար շուկաների պահանջարկի ապահովման տեսանկյունից միմյանց հեռացնելու կոնցեպտը։ Ես այդպիսի հնարավորություն կամ այդպիսի քննարկում նույնիսկ չեմ լսել։ Ադրբեջանի հիմա այս բոլոր մկանաշարժը, իբր թե մենք տնտեսական հարաբերություն ենք ձևավորում, իրականացնում է մի բանի համար՝ նպաստել Նիկոլ Փաշինյանի իշխանության հաստատմանը։ Չէ, Ադրբեջանը այս տարածքում Նիկոլ Փաշինյանից բացի որևէ մեկին չի ուզում տեսնել։ Ընդհանուր նա չներ թաքցրել, չէ՞ դա։ Նույնիսկ կան այդ մասին հայտնել հրապարակավ, որ իրենց սրտի ղեկավարը Հայաստանի, դա Նիկոլ Փաշինյանն է, ինչու՞։ Որտեղ Նիկոլ Փաշինյանի հետ հեշտ է, ինչ պահանջում եք անում է։ Իսկ ազգային ժողովում երկրորդ օրն էր կառավարությունը ներկայացնում էր անցած տարվա կատարողականը։ Սակայն նիստը չանցավ միայն հաշվետվության տրամաբանությամբ։ Դահլիճում խոսվեց նաև քաղաքական մանդատի, իշխանության խոստումների եւ բարեփոխումների մասին։ Քարորիայի վերջին օրը ռեպորտաժում։ Հինգշաբթի առավոտյան խորհրդարանում Փաշինյանն ու նախարարները շարունակում էին ներկայացնել կառավարության կատարողականը։ Նիստի սկզբին Փաշինյանի աչքից չվիրիպեց ընդդիմադիրների անսովոր շարժը։ Տենց ինչ-որ բան ոնց որ պատտվիր կյանքի կարուսել երգը ունի, սենց տեից մտնում են դուրս են գալիս, մտնում են դուրս են գալիս, Քննարկման մյուս առանցքում արդեն քաղաքական մանդատներ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Մարիա Կարապետյանը հարցրեց, ինչպես է իշխանությունը բնորոշում հաջորդ ընտրություններով ստացվելիք մանդատը։ Փաշինյանն էլ հայտարարեց, որ խոսքը լինելու է խաղաղության մանդատի մասին, միաժամանակ կոշտ ձևակերպման անդրադառնալով 2021-ի նախընտրական իրենց ծրագրին։ Եկեք ի վերջո խոստովանենք, որ 2021 թվականի մեր նախընտրական ծրագիրը եղել է միջին վիճակագրական պսևդո-դաշնակցական նախընտրական ծրագիր։ Եվ մենք այդ ծրագրով գնացել ենք ժողովրդի մոտ, եւ ժողովուրդը այդ ծրագիրը մի կողմ ա դրել, եւ մեզ ավանդել է ուրիշ օրակարգ։ Դաշնակցական Արմեն Ռուստամյանն էլ արդեն զզվել է Փաշինյանի բառապաշարից։ Նրա խոսքով գործող իշխանությունը միաժամանակ փորձում է ներկայանալ թե արևմտամետ, թե ռուսամետ, սակայն իրական նպատակը իշխանության պահպանումն է։ Այդ խոսքի մեջ դուք չեք տեսնում աննորմալություն։ Մենք ունեցել ենք երբևէ մի վարչապետ, որ այսքան փողոցային բառապաշարով ընդհանրապես խոսի։ Բայց փողոցային բառապաշարը անընդհատ գալ լսելը ասում իրեն հարգող մարդ իսկապես այս փողոցային միջավայրում չի ուզում գտնվի։ Ոչ ոք չի ուզում այս փողոցային։ Դա նաև դրա համար, այո, բայց փողոցային միջավայրը լավ ինչքան կարելի է։ 5 տարի զզվել ենք էլի։ Փաշինյանն նորեր առաջ քաղաքացիներին հրավիրել էր ավտոերթի նշելու Հյուսիս-Հարավի Գյումրի տանող հատվածի պաշտոնական բացումը։ Նախնին ԿՊԱ-ական Հովիկ Աղազարյանը կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ հիշեց Երևանում եւ այլ վայրերում տխրահռչակ փոսերի մասին։ Հարցրեց, հաշվարկել են արդյոք թե յուրաքանչյուր ընտանիք այդ փոսերից ինչքան վնաս է ստացել եւ թե այդ փոսերի պատճառով քանի մեքենա է հայտնվում խցանման մեջ։ Կոմպանիան սա գոյություն ունի, որը փոսը լինում է երկու ժամ հետո փոսը չկա։ Ուզմա ձուն, ուզմա բուկ, ուզմա ինչ ուզմա լինի, հնարավորություն չկա, այդքան փող ունենք, մի քիչ փոխտանք այդ բանից առնենք բերենք։ Պատտանենք այդ ցավից։ Պարոն Աղազյան, ես տարբեր երկրների գործընկերների հետ եմ շփվել, ասֆալտի կոմբայն որպես այդպեսին չեմ հանդիպել, եթե լինի կփորձենք նաև Հայաստանում ունենալ։
Փաշինյանի մեղմ ասած չի գոհացնում արդարադատության համակարգի աշխատանքը, կատարվողը խայտառակություն է համարում, իսկ խնդիրն առաջարկում է վիրահատական ճանապարհով լուծել։ Շատ ոլորտներում մենք մաֆիայի դեմ ենք պայքարում եւ այդ մաֆիան իր մետաստազները ունի բոլոր տեղերում։ Այդ մաֆիան իր մետաստազները ունի ազգային ժողովում, կառավարությունում, դատարաններում, դատախազությունում, քննչական մարմիններում, ոստիկանությունում, բոլոր տեղերում։ Եվ մենք պետք է այդ բանից վիրահատական ճանապարհներով արդեն այսքան բանը քիմիոթերապիան այլևս էֆեկտ չի տալի։ Մեզ պետք է վիրահատական ճանապարհներով լուծել այդ թվում արդարադատության հարցը։ Հերիքա բանի ժողովրդի ներվերը ինչքան կարելի է քայքայել։ Սրանով ցույց է ուզում տալ ժողովրդին հանրության առաջիկա ընտրությունների հետ կապված, որ որովհետև բոլորը գիտեն, որ երկրում այդ ոլորտում խնդիրներ կա, որ իբր թե ինքը քայլեր է ձեռնարկելու եւ այդ խնդիրները լուծելու է, առաջինը հերթին էս է նպատակը։ Երկրորդը, որը կարծում շատ ավելի կարևոր նպատակ է իր համար, դա այն է, որ մեսիջ է ողջ համակարգին, որ ռեպրեսիաներ կսկսի իրենց նկատմամբ, այսինքն կոպիտ ասած պարտավորեցնում է, որ շարունակեն շատ ավելի բլու եւ հնազանդ լինել եւ հասկանալ, որ իրենց էլ կարող է վտանգ սպառնալ։ Պատասխանելով հարցին, թե որ համակարգերն են, որ իրենց իշխանության ժամանակահատվածում բարեփոխումները դարձրել են այլևս անշրջելի, Փաշինյանը մի անկեղծ պատասխան տվեց, որ մասնավորապես վերաբերում էր կրթության եւ բանակի ոլորտներին։ Որ լավ շրջողը լինի, միշտ էլ կարելի է շրջել։ Այսինքն ըստ էության տենց բան չկա, որ ցանկացած կառուցած բան 5 րոպեում կարելի է քարուքանդ անել։ Եվ վերջում Փաշինյանը խոսել է ոստիկանության աշխատանքի եւ հանրային վստահության մասին, ընդգծելով, որ համակարգը պետք է դառնա առավել դինամիկ եւ ճկուն։ Նրա խոսքով ներքին գործերի նախարարության համակարգում մեդիա առաջնորդության նոր մոտեցում է պետք հանրության հետ հաղորդակցությունը ավելի արդյունավետ դարձնելու համար։ Ընտրությանն ընդառաջ քաղաքական դաշտում կրքերը թեժանում են։ Պայքարը սերվում է ոչ միայն հայտարարությունների, այլ նաև քրեական գործերի մակարդակում։ Երեք իրավապահների գործողությունների թիրախում կրկին հայտնվել էր գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած Ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ 14 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ընտրակաշարք տալու եւ ստանալու հոդվածներով։ Կուսակցության անդամ իրավաբան Գոհար Մելոյանի փոխանցմամբ Ուժեղ Հայաստանի արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից 7 քաղաքացու գործով արդեն կայացել է դատական նիստ։ Դատարանը 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը, իսկ մեկի վերաբերյալ միջնորդությունը մերժվել է եւ նրան ազատ են արձակել։ Մելոյանը ավելի վաղ հայտարարել է, որ փաստաբանները չեն կարողանում տեսակցել բերման ենթարկված կուսակիցներին եւ դրա համար արդեն հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել։ Դարձյալ արգելում են փաստաբանի մուտքը, որպեսզի նա բարձրանա եւ տարական այդ իրավական օգնությունը ցույց տա։ Անձը իրավունք ունի հարցաքննվել փաստաբանի պաշտպանի ներկայությամբ, դա եւս արգելվում ու խոչընդոտվում է։ Համատարած խախտումներով համատարած խոչընդոտներ են ստեղծում եւ այս բան տարական մասու տարական իրավունքներ են ոտնահարվում։ Պաշտպանում ունենալու իրավական օգնություն ստանալու իրավունքը։ Այն հավճեկությամբ, օպերատիվությամբ, որ ուժային կառույցները իրավապահ համակարգը արձանագրում է եւ արձագանքում է այս դեպքերին, եթե այս օպերատիվությամբ արձագանք էին մնացած բոլոր դեպքերին, ծանր հանցագործությունների դեպքերին ամեն օր գրեթե համացանցը ցնցում է մի նոր սպանություն, մասսայական սպանություն, հասարակության աչքի առաջ սպանություն, եթե այս նույն օպերատիվությամբ աշխատեին, ապա մենք ունենայինք հանցավորության էական նվազում, ինչ այս բանին չունենք։ Նույն կասկածանքն է, որը ինչպես տեսակ, երկու տարբեր դատարաններ անգամ այսպիսի ճնշման համոզված են, որ ճնշում է եղել, բայց անգամ այդպիսի ճնշման դեպքում չկարողացան անգամ տնային կալանք տալ մեր աղջիկներին, որովհետև փաստական հիմք որպես այդպիսին չկա։ Դատարաններն էլ կամաց-կամաց սկսեն հասկանալ, որ պետք է իրականում արդարադատություն լինի։ Հունիսի 8-ից հետո մենք դատախազներին էլ կազատենք այդ լծից, քննիչներին էլ կազատենք այդ լծից, որովհետև չի լինելու այլևս իրավապահ մարմինների աշխատանքի խոչընդոտում կամ պատվերներ։
Իսկ 3 հետաձգվել է Բագրատ Սրբազանի եւ նրա աջակիցների գործով դատավարությունը, քանի որ տնային կալանքում գտնվողներից 2-ին ոստիկանները չեն կարողացել ժամանակին դատարան տանել։ Դատարանը 3 պիտի քններ Բագրատ Սրբազանի դեմ ապացույցները։ Միջազգային լրահոսից։ Վաշինգտոնն ու Թեհրանը Պակիստանի միջնորդությամբ պատրաստվում են բանակցությունների երկրորդ փուլին, սակայն հանդիպման օրը եւ վայրը դեռ չեն հստակեցրել։ Միաժամանակ Միացյալ Նահանգները հայտարարում է, որ Իսրայելը եւ Լիբանանը նույնպես պատրաստվում են դադարեցնել ռազմական գործողությունները։ ԱՄՆ պետական դեպարտամենտը հայտարարել է, որ հրադադարը կարող է երկարաձգվել, եթե բանակցություններում առաջընթաց գրանցվի։ Նշվում է նաեւ, որ Լիբանանի իշխանությունը միջազգային աջակցությամբ պետք է քայլեր ձեռնարկի կանխելու Հեզբոլլահի եւ այլ զինված խմբավորումների հարձակումները Իսրայելի վրա։ Իսրայելը պահպանում է իր իրավունքը ցանկացած պահի ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները ինքնապաշտպանության համար, պլանավորված, անխուսափելի կամ շարունակվող հարձակումների դեմ։ Դրան չի խոչընդոտի ռազմական գործողությունների դադարեցումը։ Բացի այդ, այն չի իրականացնի որևէ հարձակողական ռազմական գործողություն Լիբանանի տարածքում գտնվող թիրախների, այդ թվում քաղաքացիական, ռազմական եւ այլ պետական թիրախների դեմ, ցամաքային, օդային եւ ծովային միջոցներով։ Բոլոր կողմերը ճանաչում են Լիբանանի անվտանգության ուժերը Լիբանանի իշխանության եւ ազգային պաշտպանության բացառիկ երաշխավոր։ Ոչ մի այլ երկիր կամ խումբ չի կարող հավակնել լինել Լիբանանի ինքնիշխանության երաշխավորը։ Իսրայելը եւ Լիբանանը դիմում են Միացյալ Նահանգներին, նպաստելու երկու երկրների միջև հետագա ուղիղ բանակցություններին, կարգավորելու մնացած հարցերը, այդ թվում ցամաքային սահմանի սահմանազատման խնդիրը, երկու երկրների միջև երկարատև անվտանգություն, կայունություն եւ խաղաղություն ապահովող համապարփակ համաձայնագիր կնքելու համար։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են 10-օրյա հրադադար հաստատել։ Թրամփը ԱՄՆ փոխնախագահին եւ պետքարտուղարին հանձնարարել էր գործակցել կողմերի հետ երկարատև խաղաղության հասնելու համար։ Թրամփը պնդում է, որ հաջողության դեպքում սա կլինի իր կողմից դադարեցված 10-րդ պատերազմը։ Իսկ թե ինչ վիճակ է այժմ Լիբանանում եւ ինչպես է ապրում այնտեղի հայ համայնքը, մեզ մանրամասները հայտնել լիբանանահայ լրագրող Ծովակ Թազյանը։ Հարավային Լիբանանի մեջ իրավիճակը կշարունակի մնալ լարված։ Իսրայելյան օդային ուժերը կշարունակեն հարվածներ հասցնել հարավային Լիբանանի տարբեր շրջաններում վրա, որոնց հետևանքով կարձանագրվին զոհեր եւ վիրավորներ։ Իսրայել Հեզբոլլա բախումները կշարունակվին առանց հստակ դադարեցման։ Իսկ ՄԱԳ-ի խաղաղ ուժերը, որոնք կգտնվին սահմանային շրջաններում մեջ, կգտնվին ճնշման տակ եւ սահմանապակ կարողություն ունին միջամտելու։ Քաղաքական կետնի վրա կնկատվի որոշ թիվանակիտական շարժում, ներառյալ Լիբանանի եւ Իսրայելի միջև հնարավոր ուղիղ քննարկումներ կատարելու գծով, սակայն Լիբանան կշարունակի գոչ ուղղել զինադատարի եւ միջազգային միջամտության։ Այս բանակցությունները կմնան փխրուն, քանի որ ռազմական գործողությունները դակավին կշարունակվին Լիբանանի տարածքին։ Իսկ վերջին 24 ժամվան ընթացքին հայ համայնքին ուղղակի վերաբերող միջադեպեր չեն արձանագրված, սակայն համայնքը անուղղակիորեն կգրե աստեցություն, լադնդեսական ճնշումներ, ընդհանուր անկայունություն։ Իսկ Բուրչամուդի եւ Այնջարի, ինչպես նաեւ հայաբնակ այլ շրջաններում մեջ կյանքը կշարունակվի, բայց զսկուշավոր մթնոլորտի մեջ։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում է առանց տեղումների եւ արևոտ եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է 16-ից 18, իսկ երեկոյան 5-ից 7 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 12-ին է, կհանդիպենք։